Պատրաստման Նացականյան գիտեք Ռուսաստանի սահմանափակների մասին կոնկրետների մասին դեստրատեգիա հարցազրույցը Մարո Կարապետյանը Սավետ Կանտիկյան մասին հայտարարել է, որ կոնկրետ ուժեր քայլեր դիմել ռուսաստանի շահերին հետողնակցելու, որպեսզի հնարավորինս այդ սահմանափակները հաղթեն եւ մեր տնտեսական հարաբերությունները Բնականաբար հնարավորինս եղել հայժերը ձեռնարկման, որպեսզի օր առաջ բացվի սահմանների համար, որովհետև ներկայացնում արդեն ձկնաբուծարանները ուժ խնդրի առաջ կանգնած լոգիկում արդեն սուպերմարկետում լոգիկներ օրերենին նշնում միջև 90 գրամ, դա նշանակում է, որ առնվազն 70 գրամով է սուպերմարկետը վերցնում, իսկ այդ ինքնարժեքի մեջ չի կարող տնտեսվարել, ուղղակի վնասող դուրս չգա։ Պլյուս դրան արդեն մնացած ոլորտները, թե ծաղկի շուկան արդեն ոլորտներ տեղակ, ինչպիսի գնանքներ տեղի ունեցել և ինչպիսի պայմաններն է, վերջերս մի ջերմատունային տնտեսությունների աճեցնում, որը մոտ 50-60 հազար դոլարի ծաղիկ է, ուղղակի հանել էր, այրել է, ու այս խնդիրների մեջ ինձ ամենաշատը միանհայնացնում է իշխանությունները սինի կեցվածքը, մի 4 բեռնատար կամ 5 բեռնատար հանել են լեհացնել ու խոսում են եվրոպական շուկա գրավելու մասին և դիվերսիֆիկացիայի մասին, դիվերսիֆիկացիա անելու համար առնվազն 8 տարի բարձրաձայնն է, որ մեր բանջարեղենները ունեն որակի խնդիր, պետք է պետական հստակ քաղաքականություն, միջամտություն, որ այդ որակի խնդիրը չունենա, պետք է հստակ քաղաքականություն, որ ցանկացած մթերքի արտադրության մեջ լինի հետագծելիություն, որպեսզի տնտեսվարողը, արտահանողը փորձի ֆերմերից գնել, հասկանա ինչ պարտանյութեր, ինչ թիմակիմիկատներ, ինչ տարբեր այլ նյութեր օգտագործել, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին թեւով։ Եվ ընդհանրապես այս մեծ բիզնեսի, մեծ առևտրի մասին պատկերացում չունենալով, մարդկանց հասցնելով այս վիճակին, ու սենց թեթև, ոնց որ Արցախյան պատերազմի ժամանակ էր, չէ՞, մի հատ ԱԹՍ-ին թվում, 5 գալիս էր, այդ ԱԹՍ-ը ցույց էին տալի, ասում են, եթե հաղթեցին, հաղթում ենք, մի գույնը տնտեսության մեջ է։ Մեր տնտեսվարողները շատ վատ վիճակի մեջ են ու բնականաբար մենք որպես կուսակցության ներկայացուցիչ եւ մեր կուսակցության ղեկավարը բոլոր հնարավորինս քայլերը պետք է ձեռնարկենք, որով առաջ սահմանները բացվեն։ Դեպի կամերաները կթեքվեք։ Ընտրությունից առաջ է եղել, ասեմ ուրեմն քրոնոգրաֆ, տեսեք, եթե քրոնիկոնին հետևեք, նման դեպք եղել է 2024 թվականին, նման դեպքեր եղել են 2023 թվականին, ասեմ ավելին 2024 թվականին Ռուսաստան Ռոսոխոզնadzorի կողմից առնվազն 3 նամակ է եկել մեր սահմանը որակ է կապված խնդիրներով եւ բացարձակ որևէ պատասխան չի հետ դարձել նամակի խոսքով Ռոսոխոզնadzorը 2024 թվականին 19 ընկերություն գցեցին սև ցուցակ, եթե կհիշեք։ 2025 թվականին էլի ծաղկի շուկա նորից աշճանաբար բացեցին, հիմա նորից այսքան զգուշացումից հետո փակեցին։ Ես չեմ կարող քաղաքական գնահատական տալ, ասել քաղաքական ենթատեքստ ունի, թե տնտեսական, բայց եթե տնտեսական քաղաքական ենթատեքստ ենթադրենք ունի տնտեսականով, եթե պետությունը 8 տարի կարողանար ճիշտ կազմակերպել եւ խոսել շուկայի դիվերսիֆիկացման մասին, խոսել ու ոչինչ չանել, մենք այսօր այս վիճակում չենք։ Ռուսաստանը պաշտոնականություն պատժում է քաղաքացիներին եւ օտաշիներին գործելու համար։ Ես բերեք մեկնաբանություն չտամ, որտեղ ես իրականում քաղաքագետ չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, ես խոսում եմ գյուղատնտեսության ոլորտից, ես խոսում եմ գյուղատնտեսության մեջ առկա խնդիրներից, որը վիճակ է։ Քաղաքական թիմի անդամ եմ, բայց քաղաքական թիմի անդամ ավելավ այդ ես չեմ ասում քաղաքականության, չեմ խնդրում եմ մի մանիպուլացիա, ես լրատվական դաշտի հետ աշխատել եմ, ինձ համար մասնագիտական, ես սիրում եմ ավելի շատ մասնագիտական ուղղվածությամբ խոսել, որովհետև ես ինձ կոմպետենտ եմ համարում հենց այս ուղղվածության մեջ եւ փորձում ես հարցերին պատասխանել։ Եվ ժամանակը կա կերևա կտեսնեք քայլեր ձեռնարկվում են ամեն ինչ արվում է, որպեսզի հնարավորինս կարողանան ընդհանուր երկրի բանակցեն, որպեսզի կարողանան մեր գյուղները արտահանվի
Այդ մի օրվա լուծելու հարց չէ, որ մի օրվա մեջ կարգավորվի, դա անջատիչ չէ, ասենք որ այսօր անջատեցի կարողանաս միացնել։ Դա իրանից ենթադրում է process-ներ եւ եթե համաձայնություններ կան, բնականաբար որոշակի պայմաններ են լինելու, առաջինը որակի վերահսկման, որակի հետ կապված հետագծելիության ստուգման, որակի վրա աշխատանքի ուղղության հետ կապված եւ ըստ այդ քայլերի հերթականության նոր կսկսի արժանապատ բացվել։ Դա մի անգամից մի օրվա մեջ չի բացվելու։ Այդ Փաշինյանը մի շուրջ արդեն Եթե ընդհանրապես արտահանում չկա, հետեւաբար փոփոխություններ չկա։ Եթե ընդհանրապես առեսպար գյուղատնտեսական որևէ մթերք չի մտնում ռուսական շուկա, նշանակում է որևէ պայմանավորվածության արդյունք չկա։ Ներկա պայն ու այս վիճակը։ Սամվել Կարապետյանի պատկանող նրա ընտանիքի պատկանող Սալմավալ առևտրի կենտրոնում կա Երևան City, որը պատկանում օրինակ չեք դիտարկել որպես քաղաքական քննիական, որ Երևան City-ից դուրս բերան կտող բանջարներն եւ շատային գյուղացու մթերքներն Իսկ կներեք հազար ներողություն Երևան City-ում, թե Զորքում, թե մնացած սուպերմարկետներում մթերքում է։ Մենք հիմնականում նաև տեսնում ենք Բանանը կարող է հայկական չլինի, բանանը Հայաստան չէ։ Խաղողը այս պայն վերքը դեռ չեն հավաքել, խաղողը չի հասել եւ City-ում կարող է լինել նաև խաղող։ Պլյուս դառնա մոլում տնտեսվարողը իդեմս Երևան City-ների վարձակալության վերցել է տարածքը, ինքը գործունեություն է ծավալում եւ վարձակալը ոնց որ մի շորտում վարձեք, ձեր տան մեջ ապուկ եւ տանտերը գազես տիպի, ասի գիտեք ինչ կա, դուք այս տան մեջ սա պիտի չանեք, նա Դե Նիկոլ Փաշինյանը անունը դա անորմալ երևույթ է, դա կոնկրետ մարդու մասնավոր սեփականության դեմ ոտնձգություն է, ինչը շատ վատ հետևանքների է բերելու Հայաստանի թե տնտեսության մեջ, թե քաղաքականության։ Նման բան ամենամեծ խնդիրներից մեկը հենց արդեն մարդու սեփականության իրավունքի դեմ ոտնձգությունն է։ Ու սա անհետևանք չի մնալ։ Իշխանական ցանկացած կամայականություն քաղաքական դաշտում անհետևանք չի մնալ։ Տեսեք, Եվրոպական միության հետ կապված մի քանի գործոններ կա, որ չգիտեմ ինչի, տեսեք, Պապոյան Գևորգի հետ հիշում եք, երբ որ մեր Գրիգորյանը խոսած, ընթացքում ասում է թարմձուկ, պաղեցվածուկ, իրանք թեման թեքվում են սառեցվածական, դա պատահական չի։ Առաջինը ընդհանրությունն եւ պաղեցված զուգը, երբ որ հասնում է Ռուսաստան, հասնում է 2 օրում եւ ժամկետների մեջ տեղավորվում է։ Եվրոպական միության շուկա, ես ինքս Եվրոմիություն արտահանող տնտեսվարող եմ եղել։ Եվրոպական միության շուկա արտահանելու համար քեզ առնվազն 10-12 օր է պետք, մինիմում։ Այսինքն պաղեցված զուգը որպես այդպեսին ուղղակի չի հասնի Եվրոպական միություն։ Դրան գումարած ինքնարժեքի հետ կապված խնդիրներ կան։ Այն հակաբիոտիկները, այն նյութերը, որ մերոնք են օգտագործում ձկնաբուծության մեջ, եվրոպական ստանդարտներին չեն համապատասխանում։ Եթե եվրոպական ստանդարտին համապատասխանող հակաբիոտիկներ եւ այլ նյութեր օգտագործեն, արդեն ինքնարժեքի մեջ ընդհանրապես չեն տեղավորվում։ Ինը ինքնարժեքը բարձրանալու եւ մրցունակ չեն լինել։ Այս ամեն ինչը, որ մենք տեսնում ենք եւ տեսնում ենք մեծ մակարդակով, ինչա տեղի ունենում ու խոսում ենք բարձրաձայն մենք, շատ ժամանակ չի անցնում։ Մեր խոսացածը չի անցնում, որովհետև իրանք եթերով կարողանում են փոկել այդ փոքր sense հաղթանակներ ցույց տալ, գրավեցինք շուկան, այս արեցինք, այն արեցինք, մտանք մեր Բալթյան երկրներ, ու այդ նվազագույն այդ ծիծաղելի փոքր քանակները խոսում են 5 մեքենա 100 տոննա հանեցինք Լիաստան։ Ծիրանի արտահանման մեջ ընդհանրապես պետք բանջարեղենի արտահանման մեջ մի տնտեսվարողը կարող 5 մեքենա նույնիսկ փչացնի թափի, որ դա խնդիր չի ծագում, էլի իսկ այսօր 5 մեքենա արտահանել ինչ որ մի հատ լեհական խանութների ցանց ցույց են տալիս մեծ ձեռքբերում, հենց էսա խնդիրը։